Սիրելի ֆուտբոլիստներ, խաղային օրը մեզ մոտ շարունակվում է եւ օրվա վերջին հանդիպումն ենք ձեր ուշադրությանը ներկայացնում, որտեղ արդեն Վերդերը կմրցի Արցախի դեմ, եկեք ծանոթանանք թիվերի հայտարարություններին, սկսենք Վերդերից Իգոր Հովսեփյանը այսօր պաշտպանում է Վերդերի դարպասը համար 1 կամ մրցավարի Սուլիչում մեկնարկած է հանդիպումը, Վոլոդիա Մարկարյան համար 5, Երիկ Էլոյան համար 7, Արթուր Սարգսյան համար 8, Հայկ Մուրադյան համար 10, Մայիս Մելքոնյան համար 11, Խաչատուր Էրզումյան համար 14, Հակոբ Ամիրյան համար 17, Սուլեյման Անիմասյան համար 18, Գևորգ Պողոսյան համար 20, Զորա Բադարյան համար 23 եւ Հրաչյա Յարդումյան համար 26։ Արցախի դարպաս այսօր պաշտպանում է Էդգար Մաղաքյանը համար 66, Մնացական Ավետիսյան համար 8, Ֆելիքս Շիլինգարյան համար 9, Արմեն Խաչիկյան համար 10, Ժիրայ Անտոնյան համար 11, Կարապետ Տաշյան համար 15, Արման Գրիգորյան համար 21, Կարեն Խաչատրյան համար 33, Արշակ Գևորգյան համար 77 եւ Ալեքսանդր Սարգսյան համար 88։ Շատ հետաքրքիր հանդիպում է սպասվելու մեզ այս 50 րոպեների ընթացքում ծանոթանանք նաեւ մրցաշարային աղյուսակում տիրող իրավիճակին, որտեղ էլ ավելի որից հետո էլ ավելի པարզ կդառնա թե ինչ է կատարվում այնտեղ այս պահին Վերդերը գտնվում է 9-րդ հորիզոնականում վաստակած 10 միավորով ու այսօր հաղթանակի հասնելու դեպքում կշրջանցի Չելսին ու կունենա իր ակտիվում 13 միավոր, Չելսին 11 միավոր ունի եւ այս տուրում արդեն կրել է պարտություն։ Առաջադարներից մեկի Վոտֆորդի դեմ խաղում 2-0 Չելսին զիջեց մրցակցին Ադարյանն է հիմա հարվածում ու առաջին վտանգավոր հարվածը կա այս խաղում շեղությամբ այն մի փոքր ճիշտ է ստացվեց, բայց ամեն դեպքում փորձեց այստեղ Վերդերի ֆուտբոլիստը։ Այո, հաղթանակի հասնելու դեպքում Վերդերը կվաստակի իր ակտիվում կունենա 13 միավոր ու կմնա կշրջանցի Չելսին բարձրանալով 8-րդ հորիզոնական, բայց իհարկե Մոնցա եւ Կադիսի համեմատ մեկ հանդիպում քիչ կունենա անցկացած ու այդ հանդիպումը եւս հաղթելու դեպքում արդեն Վերդերը մեծ քայլ կկատարի դեպի մինչև 6-րդ հորիզոնական, իհարկե առաջին հինգյակը էլ ավելի է բարելավել այս պայմանի դիրքերը, հիմա խախտում կար Ադարյանի դեմ պայքարում ուսուլեց մրցավարը, իսկ հա արդեն Արցախը մի փոքր ուշացումով է միացել Winter Cup մրցաշարին եւ 3 անցկացած հանդիպումից հետո առայժմ չունի միավոր վաստակած, ավելի քան տպավորված է Արցախի մեկնարկային հանդիպումը, երբ մրցում էր շատ ուժեղ թիմի դեմ Մանչեսթեր Սիթին էր Արցախի մրցակից հենց մեկնարկային տուրում ու այնտեղ Արցախը ամեն ինչ արեց, ամեն դիմադրություն ցույց տվեց Սիթին, 2 անգամ պարտվելիս հավասարեցեց հանդիպան հաշիվը, Սուլեյման հարված, բայց այստեղ Մաղաքյանը վերցնում է գնդակը, շարունակ է միտքից 2 անգամ կարողացավ վերադառնալ խաղ ու հավասարեցնել հանդիպան հաշիվը, բայց վերջում արդեն Գաբրիելյանի փոխանցումից հետո Վարդանյանը Սիթիի կազմում աչքի ընկավ ու Սիթին տարավ ամեն դեպքում վերջի րոպեին հաղթանակ այդ խաղում վաստակելով եւս 3 միավոր, հիմա նորից Ադարյանն է այդտվում հարվածային դիրքում ու հարված կատարում դարպասի ուղղությամբ, բայց Մաղաքյանը կրկին իր տեղում էր ու տիրեց գնդակին։ Հիմա արդեն Արցախն է հասնում գրո եւ այստեղ կար անկասկած խաղի կանոններին խախտում Սուլեյմանի կողմից եւ ստանդարտ իրականացնի հիմա էլ Արցախ ակումբը Ու արդեն տեսնենք այս ստանդարտը ինչ կտա Արցախի ֆուտբոլիստներին Տաշչյանն է գնդակի մոտ Կա մրցավարի Սուլիշը Տաշչյան փոխանցում եք տեսնում, բայց այստեղ արդեն չստացվեց ավելի հաջող փոխանցում կատարել Սարգսյանի մոտ ու գնդակը Վերդերի ֆուտբոլիստների մոտ է հիմա Սուլեյման Այստեղ կորցրեց գնդակը Սուլեյման ու հիմա Արցախն է ձախ եզրով փորձում գրո իրականացնել, բայց Ադարյանը դա թույլ չտվեց հեռացնելով գնդակը ու եզից կնետի Արցախ ակումբը Այո, Վերդերի վերջին հանդիպումը շատ հիանալի անցկացեց 2025 թվականի վերջին տուրի հանդիպումը, իհարկե Winter Cup-ի հերթական տուրի հանդիպումը էր դա, երբ վերջին տուրում կարողացավ իր
հիմնական մրցակիցներից մեկի նկատմամբ տանել շատ խոշոր հաշվով հաղթանակ, ովքեր դիտում էին Վերդերն ընդդեմ Մոնցայի հանդիպումը, կհիշեն հանդիպումն ավարտվեց 13 հաշվով կարողացավ Վերդերը հաղթանակ տանելու, իհարկե շատ լավ արդյունք գրանցեց այդ խաղում։ Հիմա գրոհում են Արցախի ֆուտբոլիստները, այստեղ Մուրադյանը հասավ գնդակին, բայց ու կատարեց փոխանցում Սուլեյմանի ուղղությամբ։ Եվ այո, արդեն Summer Cup-ի եզրափակիչը ներկայացնող թիմերն էին, այո, այդ տուրումի դեպ հիշեցնեմ մրցում Վերդերը եւ Մոնցան, բայց եթե Summer Cup-ի եզրափակիչում Վերդերը պարտվեց 11-8 հարվածաշարով, ապա այս խաղում շատ բան ապացուցեց։ Հիմա արդեն անկյունային հարվածք իրականացրի Վերդերը։ Կամր Սավարի Սուլիչը հիմա Մուրադյանն է գնդակի մոտ խաղարկում է գնդակը Ադարյանի հետ ու դեպի Սուլեյմանը փոխանցում, տեսանք կրոջ դեպի մրցակցի Տուգանային հրապարակ, այստեղ հերացման փորձ չստացվեց Էրզրումյան, բայց այստեղ էլ Էրզրումյանին թույլ չտվեցին հարված կատարել ու հիմա Վերդերը արդեն երկրորդ տեմպով կգրոհի, շատ ակտիվ է մեկնարկել Վերդերը այս հանդիպումը, Ամիրյանն է գնդակով Ադարյանին է ուղարկում, բայց այստեղ Ադարյանի անցումը չստացվեց։ Հիմա Սուլեյմանը կպայքարի մրցակցի դեմ ու թույլ չտվեց այստեղ, այո, Սուլեյմանը Անտոնյանին շրջանցել իրեն, մնաց գնդակը Վերդերի ֆուտբոլիստերի մոտ, Հայկ Մուրադյան հետ փոխանցում դեպի դարպասապակ հատրեց Մուրադյանը ու հիմա խորքից Վերդերը կսկսի, Հակոբ Ամիրյանն է գնդակով ուղարկում է այն Էրզրումյանի ուղղությամբ, թողեց Էրզրումյանն էլ գնդակը Սուլեյմանին, կրկին Էրզրումյան աչից կա Պողոսյանը, այդպես էլ արեց, փոխանցում կատարելով Պողոսյանի ուղղությամբ լավն էր Պողոսյանի անցումը կա, փոխանցումը Յարդուբյան բացել է պետք աշի վրաչը, Յարդուբյան, բայց այստեղ դարպասապահը, կարծես այո դիպավ գնդակին ու թույլ չտվեց Յարդուբյանի հարվածը, դիպուկ ստացվի, ինչ գեղեցիկ արեցին Պողոսյանն ու Յարդուբյան այս իրավիճակում ամեն ինչ, Պողոսյանը անցում իր վրա վերցրեց, Յարդուբյանն էլ անհատական վարպետությունը գործի դրեց, բայց այս դեպքում բացել հանդիպան հաշիվը չստացվեց Վերդերի հարձակվողի մոտ, իդեպ Յարդուբյանը շատ մեծ արդյունավետությամբ է աչքի ընկնում Վերդերի կազմում, բավական գոլներ է հեղինակում ու իհարկե Էրզրումյանի հետ միասին թիմը ռմբարկուներ են հանդիսանում Պողոսյան իհարկե ունենալ է Էրզրումյանի ու Յարդուբյանի պես հարձակողներ, հարձակման գծում ամեն թիմին չի հաջողվում Հիմա փոխանցում ենք տեսնում Էրզրումյանից, բայց ուժեղ ստացվեց այստեղ Խաչատուր Էրզրումյանի կատարած փոխանցումը ու գնդակը կլինի Արցախինը ու Մաղաքյանը գնդակը պետք է մտցնի խաղի մեջ Չասենք, այո, մրցաշարային աղյուսակի տեսանկյունից առաջին 5-ը հորիզոնականը զբաղեցած թիմերը ապահովել են այստեղը փլեյոֆում իհարկե, բայց դրա համար արդեն արել են կարելի ասել գործի 99%-ը եւ շատ բարդ է պատկերացնել, որ այդ թիմերից որևէ մեկը չի դուրս գա փլեյոֆ իհարկե խոսքս վերաբերվում է Լեռնային Արցախին, Ոթֆորդին, Յուվեին, Մանչեսթեր Սիթին ու Ատալանտային թիմերը, ովքեր շատ լավ արդյունավետություն ունեցան հենց մեկտարկային տուրերից գծած վտանգավոր է Էրզրումյան ու բացած է հանդիպան հաշիվը 1-0 Վերդերը բացում է դիմակայության հաշիվը Խաչատուր Էրզրումյան 1-0 Վերդերը առաջինն է հասնում այս խաղում հաջողության ու հիմա արդեն տեսնենք ինչով կփորձի պատասխանել Արցախը մրցակցին իհարկե հասունացել էր այս գոլը արդեն Վերդերի կատարմամբ Յարդուբյան այստեղ նորից
Խլեցին գնդակը Վերդերի ֆուտբոլիստները ու հիմա արդեն փորձում են գրոյի անցնել շատ լավ փոխանցում ենք տեսնում Պողոսյանից դեպի Հայկ Մուրադյանն շատ լավ պատխաղարկում էր կատարել Ամիլյանի հետ, բայց այստեղ փոխանցումը չհասավ Ամիլյանի կատարած Մուրադյանին ու հիմա արդեն Արցախը շարժվում առաջ, բայց Ամիլյանը հասցրեց նահանջել ու փակել գնդակի ճանապարհը տալով մրցակցին ընդամենը եզրային այդ հնարավորություն այս իրավիճակում Ադարյան այստեղ խլեցին գնդակը կրկին Վերդերի ֆուտբոլիստները շատ լավ անցում է կատարում Ադարյանը ու փոխանցումը նույնպես գրագետեր Էրզրումյան վտանգավոր է ու հիմա փրկվում է այս իրավիճակում արդեն Արցախը եթե Էրզրումյանի փոխանցումը հասներ Արտուշյանը ապա մենք կարող էինք արդեն տոնել Վերդերի երկրորդ գնդակը բայց այստեղ փակվեց փոխանցման ճանապարհը եթե արդեն հարվածի հետ պատրաստվել Էրզրումյանը ամենայն դեպս տպավորությունը այնպիսին էր որ փոխանցում էր փորձում կատարել եթե հարվածը ստացվեր Էրզրումյանի ապա նույնպես կար բավական մեծ հավանականություն որ գնդակը կհայտնվեր դարպասում Յարդումյանը հիմա էլ գնդակը փորձում էր հասցեագրել Ատարյանին բայց այստեղ փակվեց գնդակի ճանապարհը ու հիմա էլ եզրից կնետի արդեն Արցախը իհարկե Վերդերը իր բարդ հանդիպումները իհարկե չեմ ասում բոլորը բայց իհարկե բարդ հանդիպումների մեծ մասը խմբային փուլում անց է կացրել արդեն Վերդերը Լեռնային Արցախի Վոտֆորդի Յուվենտուսի Սիթի դեմ իհարկե արդեն հանդիպումները անցկացել է Վերդերը ու պետք է արդեն մտածել մնացած հանդիպումներում հաղթանակների հասնելու մասին քանի որ իհարկե որքան բարձր հորիզոնականով հաղթարեն փլեյոֆի ուղեգիրը խմբային փուլում, ապա այնքան ավելի կհեշտանա իրենց գործը փլեյոֆում իհարկե հիմա էլ Ադարյանի ևս մեկ հարված տեսանք ուշեղությամբ ընդդացավ հիշեցնեմ ինչպես է փլեյոֆում ձևաչափը ընտրված ճիշտ է կրկնում եմ որ թիմը որ կհայտնվի Վինտերկապ մրցաշարի փլեյոֆում բավական բարդ է լինելու ցանկացած մրցակցի համար այստեղ հատկապես եթե խմբային փուլից հետո թիմերը կարողանում են նվաճել այդ ուղեգիրը պատահական թիմեր չեն հայտնվում փլեյոֆում իսկ հիմա արդեն Արցախը հավասարեցնում է հանդիպան հաշիվը 1-1 բրավո այստեղ ամեն ինչ լավ արեցին Արցախի ֆուտբոլիստները ու Ֆելիքս Շիլինգարյան 1-1 հանդիպան հաշիվը հավասար է ու հիմա արդեն ամեն ինչ կարելի ասել սկսվում է 0-ից քանի որ թիմերը հավասար արդյունք ունեն խաղադաշտում մեկական անգամ փոխանակվեցին խփած գնդակներով ու հիմա տեսնենք արդեն ինչ կառաջարկեն միմյանց հանդիպան մնացած ժամանակահատվածում ևս մեկ փոխանցում ենք տեսնում բայց այստեղ արդեն լավ պաշտպանվեց Արցախը Սուլեյման Էրզրումյանն գնդակով կրկին թողնում է Սուլեյմանին երկար փոխանցում է տեսնում առաջ այստեղ բայց նորից հաջող են պաշտպանվում Արցախի ֆուտբոլիստները փորձում են գրոհ կազմակերպել բայց կորցրին այստեղ գնդակ ու Հայկ Մուրադյանը կսկսի Խորքից ուղարկեց ավելի թիկուն գնդակը Սուլեյման Պողոսյան Էրզրումյանին ուղարկում գնդակը շատ լավ էր մտածել այստեղ Խաչատուրը Էրզրումյանը բայց գնդակը Յարդումյանին չհասավ եւ հիմա Արցախի պատասխան գրոհ հիմա այդ Պողոսյանն է կանգնում գնդակի ճանապարհին ու պետք է ավելի արագ գործել Պողոսյան տեսնենք ինչ որոշում կկայացնի Պողոսյանը փոխանցում Յարդումյան ու հիմա բրավո Մաղաքյան այստեղ երկու դրվագում էլ շատ հաջող գործեց Արցախի դարպասապահու անարենք պայես դարպաս իհարկե առաջին հարվածի դեպքում շատ ավելի լավ գործեց իսկ արդեն երկրորդ անգամ հարվածը այնքան էլ հաջող չստացվեց հարվածի փորձի Արտուշյանի ու հիմա եզից արդեն կնետի Արցախը եզրային նետում իրականացված է, փորձում են գրոհ կազմակերպել, հետ փոխանցում Տաշյանի ուղղությամբ, բայց այստեղ սխալվեցին ու
Իչը նշանակել մրցավարը, այո, նշանակեց խաղի կանոնների խախտում Դաշչյանի դեմ պայքարում, եթե չլիներ խախտում, ապա 2-3 ֆուտբոլիստ արդեն միայնակ են մնում Աղաքյանի դիմաց։ Դաշչյանն է գնդակի մոտ կա մրցավարի սուլիշը Կարապետ Տաշչյան։ Հարված, բայց այստեղ բարձր է ստացվում Տաշչյանի կատարած հարված ու հարված կլինի։ Իգոր Հովսեփյանի պաշտպանած դարպասից թողեց Հովսեփյանը այստեղ գնդակը Սուլեյմանին, ով աղարկումով սկսում է իր թիմի ևս մեկ գրող Հակոբ Ամիգյան, Ադարյան շատ լավ անցում էր Զորաբ Ադարյանից, փոխանցում էլ ավելի գեղեցիկ է Էրզրումյան ու գնդակը դարպասում է Վերդեր այս խաղում երկրորդ անգամ է առաջացնում հաշվի մեջ, դուբլի հեղինակ է դառնում Խաչատուր Էրզրումյան այս խաղում։ Այո, շատ ժամանակ չպահանջվեց Վերդերից կրկին հաշվի մեջ առաջացնելու համար, ընդամենը 2 րոպե անցավ բաց թողած գնդակից ու Էրզրումյանը կրկին աչքի ընկավ, բայց Զորաբ Ադարյանին եկեք իհարկե դափարություններ անենք այն ամենի համար ինչն է կատարեց, թե անցումը, թե փոխանցումը էլ ավելի շքեղ ստացվեց Ադարյանի ու Էրզրումյանը կարողացավ գրավել դարպաս այս ընթացքում կրկնակի փոփոխություն տեղի ունեցավ Վերդերի կազմում, այո, գլխավոր մարզիչ Արտուր Սարգսյանը կրկնակի փոփոխություն կատարեց Էրզրումյանը արդեն խաղադաշտում չէ ու նրա փոխարեն Մելքոնյանը մտավ խաղադաշտը Ամիրյանին էլ փոխարինեց Վերդերի կազմում Վոլոդիա Մարգարյանը ու հիմա արդեն տեսնենք Մելքոնյանն ու Մարգարյանը թարմ ուժերով ինչ կփորձեն անել առաջին ըմբումը Մելքոնյանի գնդակին շատ գեղեցիկ գործեց Զորաբ Ադարյան, գեղեցիկ է Մարգարյան, ամեն ինչ իդեալական արեց Վերդեր այս դրվագում ու փրկվեց հիմա Արցախը Յարդումյանի կատարած հարվածից հետո հորիզոնական դարպասաձողն է գալիս օգնության Արցախին հետո էլ ստացվեց գրավել դարպասը փոխարենը անկյունային հարված կիրասնի Վերդերը Ադարյանն է գնդակի մոտ փոխանցում է կատարում Պողոսյանին այստեղ Պողոսյան, բայց սխալվեց այստեղ Պողոսյան ու հիմա Արցախը փորձում է ասել արագ գրոյի իհարկե լավ արագացում էր կազմակերպել այս իրավիճակում Արցախի 77 համարը Արշակ Գևորգյանը, բայց Մելքոնյանը էլ ավելի ոչ պակաս արագաշարժ է ու հասցրեց նահանջել եւ իրել գնդակին հիմա էլ Եզրային նետում կտեսնենք, բայց այս ընթացքում եւս մեկ փոփոխություն Վերդերի կազմում հիմա էլ Պողոսյանի փոխարեն հանդիպումը կշարունակի Էրիկ Էլոյանը ու եզրային նետում իրականացված է Աղաքյան, այստեղ փորձեց հեռացնել, բայց անհաջող փորձ ստացվեց դարպասապայից, հիմա արդեն կարողացան դուրս գալ պաշտպանությունից Արցախի ֆուտբոլիստները ու փորձում են գրոյի հասնել Ձախ եզրով հիմա Սուլեյմանն է մրցակցին դիմավորել ու խախտեց խաղի կանոնները այս իրավիճակում Սուլեյմանը Գևորգյանի դեմ պայքարում ու տեսնենք այս ստանդարտը ինչ կտա Արցախին գնդակի մոտ է Արշակ Գևորգյանը կա մրցավարի սուլիչը գուցե արևածի փորձ կատարի Գևորգյան այս տարածությունից այո այդպես էլ արեց բայց շեղությամբ ստացվեց այստեղ նրա կատարած հարված ու հարված կլինի Վերդերի դարպասից Մուրադյան, Սուլեյման Երկար փոխանցում ենք տեսնում, այստեղ Տաշչյանը լավ գործեց գնդակ ուղարկելով Անտոնյանի ուղղությամբ, բայց Ադարյանը իհարկե հատկապես հենակետային գործում դիրքում այսպիսի հեշտությամբ մրցակցին թույլ չի տա իրեն շրջանցել Յարդումյան թողեց գնդակը Մայիս Մելքոնյանին ու շարժվում է առաջ Ադարյան
դեպի դենց ավելի ձախ փոխանցում կատարեց Սուլեյմանն այստեղ գրոս դեպի Տուգանային հրապարակ, բայց Տաշչյանը կարողացավ վերացնել գնդակը եւ հիմա հակը գրոյի լավ տարբերակ ունի, Արցախը պետք է ավելի արագացնել գրոյի ընթացքը այստեղ շատ դանդաղեցին, բայց հիմա վտանգավոր է Հովսեփյանը դուրս եկավ ու այստեղ թույլ չտվեց մրցակցին հարվածքը կատարելու Սուլեյմանն էլ հեռացեց գնդակը ու դա ստացեց փոխանցում Ադարյանի համար, ներողություն Յարդումյանի համար Մարգարյան Աչ է ուղարկում գնդակը Էլոյանն է միացել թիմի գրոհին աչեզրից Էլիկ Էլոյան շատ հանգիստ անցում կատարեց ուղարկեց Մարգարյանին իսկ Մարգարյանի հարվածը պարզապես այստեղ չստացվեց եկեք այսպես ասենք իհարկե Մարգարյանը շատ հազվադեպ է նմանատիպ իրավիճակներից վրիպում կարելի ասել չի էլ վրիպում բայց այս անգամ Մարգարյանի հարվածը չստացվեց ու Արված կլինի Մաղաքյանի պաշտպանած դարպասից Առաջի կեսը մոտենում է արդեն ավարտին 2-1 հաշվով հաղթում է Վերդերը այս խաղում Յարդումյանի դուբլի շնորհիվ Չիլինգարյանն էլ դարձել է Արցախի կազմում միակ գոլի հեղինակը 3 րոպե մինչ հանդիպան առաջի կեսի ավարտը ու տեսնենք Խաղակեսի վերջնամասում թիմերի իշկանեն, ինչ կփորձեն անել 1-1 ու դարպասի ուղղությամբ Հիմա Էլոյանի մոտ է գնդակը Էլոյան արագություն է զարգացնում իհարկե նա նմանատիպ իրավիճակների համար է շատ լավ ամեն ինչ անում է Յարդումյան 3-1 Վերդերը կրկնապատկում է Խաղակեսի վերջնամասում իր առավելությունը բրավո Էլոյանին բրավո Յարդումյանին գոլի հեղինակ դառնալու համար Հրաչ է Յարդումյան 3-1 այո շատ լավ անցում իսկապես կատարեց այս իրավիճակում Էլոյանը ինչը մենք սովոր ենք տեսնել Վերդերի ֆուտբոլիստից ու Յարդումյանին ոչինչ չէր մնում քան գրավել դարպասը ինչը շատ բարձր կերպով արեց Վերդերի 26 համարը Հիմա նորից նայ է գնդակով, բայց այստեղ կասեցում է մի փոքր անհաջող ստացվեց Ադարյան շատ լավ է նկատել Մուրադյանին, բայց այստեղ գնդակը Մուրադյանին չհասավ Հիմա արդեն գրոհում է փոխարենը Արցախը վտանգավոր գրոհ են անցել Արցախի ֆուտբոլիստները, բայց Սուլեյմանը այստեղ հաջող է պաշտպանվում ու Գնդակ ուղարկում է Մայիս Մելքոնյանին վտանգավոր գրոհի Էմայել անցնում Վերդերը Մելքոնյան չանցավ փոխանցումը, բայց գնդակը հայտնվեց նորից նրա մոտ, փորձեց այստեղ էլ 1-1-ի դեմ անցում կատարել, բայց Տաշչյանը շատ ամուր կանգնեց իր դիրքում ու դա թույլ չտվեց Հայկ Մուրադյան այստեղ շատ լավ գործեց Մուրադյանը ու Էլոյանը գալիս է փոխօգնության արդեն խաղընկերոջը եւ հիմա մի փոքր ռիսկի դիմեցին Վերդերի ֆուտբոլիստները, բայց հաջող դուրս եկան պաշտպանությունից Յարդումյան այստեղ Տաշչյանը համառորեն փակեց մրցակցի ճանապարհը, հետո էլ արդեն խաղի կանոնների խախտում նշանակեց մրցավարը հենց Տաշչյանի դեմ պայքարում Յարդումյանի կողմից եւ հիմա տեսնենք ինչ կփորձի անել Արցախը իհարկե Առաջի կեսին բավական քիչ խաղաժամանակ է մնացել ու պետք է մտածեն Արցախի ֆուտբոլիստները գոնե գնան ընդմիջման մեկ գնդակի տարբերությամբ առաջնային խնդիր որպես, բայց փոխարեն հիմա Վերդերն է գրոհում, հիմա արդեն ունի շանս Արցախը գրոհի հասնելու համար Անտոնյան շատ հաջող փոխանցում կատարեց վտանգավոր է ու այո այդպես էլ անում են Արցախի ֆուտբոլիստները 3-2 կրճատված է նորից հաշվի տարբերությունը Ֆելիքս Չիլինգարյան 3-2 դուբլի հեղինակ է դառնում նաև Չիլինգարյան այս խաղում խփելով իր թիմի երկրորդ գնդակը, այո Գևորգյանն էլ գոլային փոխանցման հեղինակ դարձավ այս իրավիճակում ու հիմա նորից մեկ գնդակի տարբերությամբ է զիջում Արցախը մրցակցին շատ գոլարատ, այո առաջի կես ունեցանք խաղադաշտում 5 գնդակ արդեն հեղինակվել է իհարկե դա գոլարատ հանդիպում կարելի է անվանել դեռ մի ամբողջական երկրորդ խաղակես էլ ունեն թիմերի իրենց առջևում, բայց այնուամենայնիվ 5 գնդակ այնպես չէ որ
ցանկացած խաղում կարող ես տեսնել եւ առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է մեզ մոտ կարճ դադար, որից հետո կշարունակենք։ Սիրելի ֆուտբոլիստներն մեկնարկում է Վերդերն դեմ Արցախի հանդիպան երկրորդ խաղակեսը գոլարատ առաջի խաղակես ունեցան 3-2 հաշվով գնացին թիմերը ընդմիջման Յոկուտ Վերդերին ու տեսնենք արդեն երկրորդ խաղակեսում ինչ կառաջարկեն մեծ թիմերը հիշեցնեմ ովքեր դարձան գոլի հեղինակ նախ Էրզրումյանը բացեց այս հանդիպան հաշիվը հետո Չիլինգարյանը հավասարեցեց դիմակայության հաշիվը Էրզրումյանը դուբլ գրանցեց իր անվան դիմաց խփելով հանդիպան երրորդ եւ իր երկրորդ գնդակը առաջ մղելով Վերդերին հաշվի մեջ հետո արդեն Յարդումյանը խփեց Վերդերի երրորդ գնդակը ու Վերդերը ստացավ երկու գնդակի առավելություն, բայց խաղակեսի վերջի րոպեին Չիլինգարյանը կրկնապատկեց իր արդյունավետությունը առաջի խաղակեսում դուբլի հեղինակ դառնալով ու հանդիպան հաշիվը կրճատելով նվազագույնի 3-2 տեսնենք երկրորդ կեսում արդեն ով առաջինը կփորձի հասնել հաջողության այս գրոյից հետո եւս մեկ անգամ կծանոթանանք թիմերի մեկտարկային այտացուցակներին Մարկարյանն է գնդակով բայց այստեղ թիկունքից լավ աշխատեց Արցախի ֆուտբոլիստ ու կարողացավ խլել գնդակը հիմա էլ արդեն արագ ակագրոյի հասնում Արցախը տեսնենք այս գրոյը ինչ կտա Արցախի ֆուտբոլիստերին սա հարվածի փորձ էր բայց թույլ ստացվեց այն Արմեն Խաչիկյանի կողմից հիմա հերարարված ու դարպասաձողն է օգնության գալիս Վերդերին այս իրավիճակում էլ Ալեքսանդր Սարգսյանը կարող է դառնալ գոլի հեղինակ բայց դարպասաձողը փրկեց այս իրավիճակում Վերդերին ինչ լավ հարված կատարեց իսկապես Սարգսյան այս իրավիճակում Տաշչյան եւ հեռացված է գնդակը Սուլեյման այստեղ գրագետ գործեցի Վերդերի ֆուտբոլիստերը, այո, որքան ակտիվ է մեկնարկել երկրորդ խաղակեսը, որ թիմերը հնարավորություն չեն տալիս նույնիսկ եւս մեկ անգամ վերհիշելու մեկնարկային կազմերը, հիմա էլ Ադարյանն է շարժվում առաջ, հարված այստեղ Տաշչյանի վրա է ընդունում գնդակ ու անկյունային հարվածք իրականացրի Վերդերը, հիմա արդեն եկեք սկսեմ ծանոթացնել թիմերի հայտարարությունները, սկսենք Վերդերից Իգոր Հովսեփյանը դարպասում է համար 1, Վոլոդյան Մարկարյան 5, Էրիկ Էլոյան 7 Հայկ Մուրադյան 10, Մայիս Մելքոնյան 11, Խաչատուր Էրզրումյան 14, Հակոբ Ամիրյան 17, Սուլեյման Անի Մասաուն 18, Գևորգ Պողոսյան 20, Զորաբ Ադարյան 23 եւ Հրաչյա Արտոմյան համար 26 թիմի գլխավոր մարզիչն է Արտուր Սարգսյանը Մելքոնյան խաղարկված է անկյունային Ադարյանն է գնդակով եւ այստեղ փակվեց Ադարյանի փոխանցման ճանապարհը Արցախի կազմը Ներկայացնեմ Էդգար Մաղաքյանը պաշտպանում է դարպասը համար 66, Մնացականը Ավետիսյան համար 8, Ֆելիքս Շիլինգարյան համար 9, Արմեն Խաչիկյան 10, Ժիրայա Անտոնյան 11, Կարապետ Տաշյան 15, Արման Գրիգորյան 21, Կարեն Խաչատրյան 33, Արշակ Գևորգյան 71 եւ Ալեքսանդր Սարգսյան համար 88, Էլոյան եւս մեկ անկյունային կիրակսի Վերդերը Էլոյանն է պատրաստվում իրականացնելու անկյունայինը, սա խաղարկում կարելի է համարել Մարկարյանը հետ փոխանցում դեպի Սուլեյմանը ու դեպի ավելի հետ Ադարյան հասցրեց ազատվել այստեղ գնդակից Ադարյանը շատ լավ փոխանցում կատարելով Մուրադյանին ում հարվածը ոչ պակաս վտանգավոր ստացվեց, բայց Մաղաքյանը տեղում էր ու կարողացավ իրել գնդակին, այո Մուրադյանը շատ անգամներ հարվածի փորձ չի կատարում, բայց երբ հարվածում է, ապա դա իրենից միանշանակ վտանգ է ներկայացնում խաղարկեցին եզրային նետու այստեղ Արցախի ֆուտբոլիստները Մաղաքյանն է գնդակով դեպի առաջ այստեղ սխալվեց Մելքոնյանը դինեց գնդակին հարվածեց ու Մաղաքյանը այստեղ հասցրեց հեռացնել գնդակ ու Մինչ այդ գնդակը դիպել էր Մելքոնյանի ձեռքին, այո, այստեղ ստանդարտ նշանակեց մրցավարը, նաև ծափահարություններ Մելքոնյանին հենց ինքը խոստովանեց այս իրավիճակում, որ այո, խաղացել է ձեռքով, իհարկե։ Հիմա արդեն ստանդարտ կիրացնեն Արցախի ֆուտբոլիստները, ճիշտ է բավական հեռու տարածությունից, կարծում եմ միանգամից փոխանցում կհետևի դեպի Վերդերի տուգանայինի մատույցներ բայց թույլ ստացվեց այս փոխանցումը, հիմա արդեն Սարգսյանը ավելացեց գնդակի ընթացքը, բայց Էլոյանը խլում է գնդակը թողնելով Մարկարյանին ու այստեղ դանդաղեց Վերդերի գրոհը, Մարկարյան հետ փոխանցում դեպի Ադարյանը եւ խորքից
Փորձում են գրող կազմակերպել Վերդերի ֆուտբոլիստները, այո, մեկ գնդակը բավական վտանգավոր է, իհարկե Արցախի դեմ հանդիպան ընթացքում ու պետք է Վերդերը մտածի այդ ամենի մասին, իհարկե առավելությունը մնում է առավելություն, դա լինի 1 թե 5 գնդակ 3 միավորը նույն արժեքը ունի, բայց իհարկե հիմնվել այս 1 գնդակի տարբերության վրա չի կարելի։ Զորաբ Ադարյան Մարկարյանին ուղարկեց գնդակը կրկին Ադարյան, բայց այստեղ դանդաղեցին Վերդերի ֆուտբոլիստները ու Տաշճյանը հեռացնում է գնդակը եզրային նետում կտեսնենք, բայց մինչ այդ փոփոխություն է իրականացնում կրկին Վերդերի գլխավոր մարզիչ Արտուր Սարգսյանը ու Արտուրյանը լքեց խաղադաշտը եւ Վերզումյանը նրա փոխարեն վերադարձավ խաղադաշտ, Հայկ Մուրադյան առաջին հպում է Վերզումյանի գնդակի խաղադաշտ վերադառնալուց հետո շարժվում է առաջ գնդակով Վերզումյանը դեպի աջ Էլոյան ու հետ է ուղարկում գնդակը Սուլեյմանին, հիմա երկար փոխանցում են տեսնում առաջ, այստեղ եթե կարողանար Մելքոնյանը ազատվել մրցակցի վերահսկողությունից, ապա անկասկած հարված էր կատարելու, հիմա Էլոյանն է կրկին գնդակով աջ եզրում Մարկարյանին է ուղարկում գնդակը, Վոլոդիա Մարկարյան եւ հետ փոխանցում դեպի Սուլեյմանով, գնդակը ուղարկում է դեպի ձախ եզր, այստեղ ոչ ոքի չդիպավ ու եզրային նետում կիրականացնեն արդեն Արցախի ֆուտբոլիստները Չիլինգարյան հետ փոխանցում դեպի դարպասապան Մաղաքյանը եւս մեկ սխալ հիմա Արցախի ֆուտբոլիստերի կողմից Էրզումյան Մելքոնյան թողեց գնդակը Մարկարյանին կրկին Մելքոնյան հարված է պետք կատարել Մելքոնյան հարվածը կա ու Մաղաքյանը փրկում է այս իրավիճակում Արցախի լինենք անկեղծ բավական երկարացեցին իրենց գրող Վերդերի ֆուտբոլիստները ու ամենալավ հնարավորությունը չէր այդ իրավիճակում արդեն հարված կատարելու համար Մելքոնյանին իհարկե միջ Մելքոնյանի հարվածի պահը շատ ավելի ու ավելի հնարավորություններ ունեցավ Վերդերը իսկ հիմա արդեն կարող են մրցակիցը պատժել հավասարեցնելով հանդիպան հաշիվը, բայց այստեղ էլ Արսեն Հովսեփյանը դա թույլ չտվեց Մարկարյան Մուրադյանին է ուղարկում գնդակը նորից ձախ եզրով է շարժվում առաջ Հայկ Մուրադյանը այստեղ հեռու թողեց, բայց հետո մնացին գնդակով Վերդերի ֆուտբոլիստները Էրզումյանն հեռու տարածությունից հարվածի փորձ կատարեց, բայց այս անգամ արդեն Էրզումյանի կատարած հարվածը շեղությամբ ընթացավ Մաղաքյանն է խաղարկում գնդակը այստեղ դեպի առաջ փոխանցում տեսանք հասցրեց Սարգսյանն էլ դեպի Խաչատրյանը փոխանցում կատարել, բայց Էլոյանը հասցնում է նահանջելու նորից հեռացրեց գնդակը եզրային նետում իրաստե Արցախ ակումբը Խաչատրյան խաղարկված է այստեղ եզրային նետում ու Էլոյանը խախտեց, այո խաղի կանոնները այս իրավիճակում Խաչատրյանն է գնդակի մոտ կամ Ցավալի Սուրիչը խաղարկում այստեղ Անտոնյանի հետ, բայց բավական բարձր հարվածեց այս իրավիճակում Անտոնյանը ու հարված կլինի Վերդերի դարպասից Խաղարկում են այստեղ Վերդերի ֆուտբոլիստների գնդակը Մուրադյան Էրզումյան Մարկարյանին ուղարկեց հանգիստ իհարկե խաղարկեն Վերդերի ֆուտբոլիստները առայժմ այս րոպեներին գնդակը չեն շտապի, բայց
Պետք է մտածել այն վտանգավոր հակագրողների մասին, որը իրականացնում են։ Արցախը, որի շնորհիվ այսօր Արցախը արդեն 2 գնդակ հեղինակել է Չիլինգարյանի շնորհիվ իհարկե։ Նո այդ ամենը կարծում եմ Վերտերի ֆուտբոլիստները հաշվի են առնում Մաղաքյան երկար փոխանցում առաջ Էլոյան այստեղ առաջին ներգնդակին իրելու գործում Մարկարյանի մոտ է հիմա հայտնվում գնդակը, բայց այստեղ Չիլինգայանը խլեց գնդակը, Չիլինգայան կտեսնեք Հեդրիկ արդյոք Չիլինգայանից ոչ այս անգամ շեղությամբ է ստացվում Չիլինգայանի կատարած հարվածը։ Այգ Մուրադյան Սուլեյմանն է առաջարկում գնդակով, Էրզումյանին է ուղարկում գնդակը, լավ փոխանցում է դեպի Մայիս Մելքոնյանը, Մելքոնյան, բայց այստեղ դանդաղեց Մելքոնյանն ու կորցրեց գնդակը, Չիլինգարյանն է կրկին գնդակով, շատ լավ գրոյի տեղափոխություն է դեպի իրենից ձախ, Անտոնյան մեկը մեկի դեմ պայքար, բայց այստեղ Սուլեյմանը շատ հաջող դիրքավորվեց ու խլեց գնդակը այստեղ Անտոնյանից, այո գնդակը հիմա Էլոյանի մոտ է։ Մուրադյան ուղարկում է գնդակը Մարկարյանի ուղղությամբ, Վերդերը անցնում է ևս մեկ գրոյի Զորաբադարյան, Էրզումյան շատ հաջող անցում էր Խաչատուր Էրզումյան, բայց այստեղ հարվածը չկատարեց Էրզումյան ու եզրից ամեն դեպքում կնետի Վերդերը։ Սուլեյման շատ լավ անցում կատարեց այստեղ Սուլեյմանը թողեց գնդակը Մարկարյանին Վոլոդիա Մարկարյան տեսնենք հիմա Մարկարյանը ինչ որոշում իրականացնի իրենից ավելի դեպի ետ ուղարկեց Էլոյանն այստեղ նորից փոխանցում Սուլեյմանի ուղղությամբ բայց հեռացեցին գնդակը Արցախի ֆուտբոլիստները ու երկրորդ տեմպով Վերդերը գրոհ սկսում Այգ Մուրադյան բայց այստեղ Տաշչանը հեռացեց գնդակը, եզից կնետի նորից Վերդերը։ Իրականացված է եզրային նետողը Մելքոնյան, Էրզումյան, Զորաբադարյան, կան տարբերակներ իհարկե պետք է շտապել մի փոքր, Մելոյան, երկար փոխանցում է կատարում դեպի Այգ Մուրադյանը, Մուրադյանն էլ այստեղ ընդունեց, բայց չկարողացավ այլ գնդակը դաշտի սահմաններում ու եզից կնետի Արցախ ակումբը կատարված է եզրային նետումը, բայց հիմա էլ սխալվում են Արցախի ֆուտբոլիստները ու եզից պետք է նետի Արսեն Վերդերը, արագորեն Էրզումյանը գնդակը մտցրեց խաղի մեջ, Մելքոնյանն մի փոքր բարձր է ստացվում Մելքոնյանի այս հարվածի փորձը Խաչատրյան, բայց գնդակը դաշտի սահմաններով, ներողություն Խաչիկյանը դեպի կենտրոն, Սարգսյանն է հիմա էլ այստեղ նորից Խաչիկյանի ուղղությամբ փոխանցում ենք տեսնում Սարգսյան մնաց գնդակով այստեղ կար, եթե նույնիսկ խաղի կանոնների խախտում Մելքոնյանի կողմից, ապա գնդակը մնացել էր Արցախի մոտ, այդ իսկ պատճառով չստուլեց մրցավարը։ Կատարված է եզրային նետումը Սուլեյման Այգ Մուրադյան ուղարկում է գնդակը Պողոսյանին կրկին Էրզումյան, Մայիս Մելքոնյան, Խաչատուր Էրզումյան Սուլեյման, Մելքոնյան, լավներ այստեղ Մելքոնյանի փոխանցումը մոտացված, բայց հեռացեցին գնդակը Արցախի պաշտպանները
Հայկ Մուրադյան Մելքոնյան գեղեցիկ անցում էր Մայիս Մելքոնյան, բայց այստեղ արդեն հարված կատարելու պային փակեցին նրա առաջ խաղացման ճանապարհը Պողոսյան Մուրադյանն ընդունեց, գնդակը շատ լավ ազատվեց, գնդակից կորսելու դեպքում բավական վտանգավոր հակագրոհ էր սպասվում Վերդերի դարպասի ուղղությամբ Պողոսյանն էլ հարվածեց ու Մաղաքյանը այստեղ հեռացեց, գնդակը հետո փորձեց հասնել գնդակին, բայց արդեն բավական հեռու էր թողել իրենից գնդակը ու անկյունային իրականացնեն Վերդերի ֆուտբոլիստները Էլոյանն են պատրաստում անկյունային իրացնելուն Տեսնում ենք փոխանցում ու այստեղ Մաղաքյանը հեռացնում է գնդակը Վոլոդիա Մարկադյան Նորից գրոհ է կազմակերպում Վերդեր ակումբը Սուլեյման Այո առայժմ լավ են պաշտպանվում այս իրավիճակներում Արցախի ֆուտբոլիստները Հիմա էլ Մուրադյանի փոխանցումը էլ ավելի գեղեցիկ էր, բայց Մելքոնյանը չկողմնորոշվեց այստեղ որ կողմ շարժվի, որ կողմ էր կատարված փոխանցումը կորցրեց այս իրավիճակում արդեն գնդակը ու հարված կլինի կրկին Արցախի դարպասից Մաղաքյանն է փոխանցում կատարում առաջ, բայց այստեղ նորից գնդակը բաժին է հասնում Վերդերի ֆուտբոլիստին Պողոսյան լավ անցում էր այստեղ Տաշյանը փորձեց խանգարել Ստացվեց ու հետո էլ Եզրային նետման հնարավորությունը ամեն դեպքում Պողոսյան այս իրավիճակում վաստակեց Մելքոնյանն է կատարեց Եզրային նետումը Էլոյանին ստացավ պատասխան փոխանցումը Էլոյանից Մելքոնյան տեսնենք ինչ որոշում կիրականացնի անցումը կա հարված է պետք Մայիս Մելքոնյան բայց արդեն մի փոքր ուշացրեց հարվածի պահը Մելքոնյանը ու հիմա նետվում է առաջ արդեն Արցախը ձախ եզրով բայց Էլոյանը մեկը մեկի դեմ պայքարներում Իհարկե հեշտությամբ չի զիջում ոչ մի մրցակցի Էրզրումյան չանցավ հիմա էլ Էրզրումյանի կատարած փոխանցումը Սարգսյանն է գնդակով լավ փոխանցում կատարեց դեպի կենտրոն Ֆելիքս Շիլինգայանը ու Մուրադյանը փակում է Շիլինգայանի հարվածի ճանապարհը եւս մեկ անկյունային հիմա արդեն իրականացնի Արցախը Կա մրցավարի սուլիչը Այստեղ խաղարկում ենք տեսնում ու Չիլինգալյանից ևս մեկ հարվածի փորձ, բայց շեղությամբ ստացվեց այս հարվածը ու հարված կլինի Հովսեփյանի պաշտպանած դարպասից, այո, այսօր դարպասը պաշտպանում է Հովսեփյանը, չկա հիմնական դարպասապահ, Վերդերի Էդվարդ Հարությունյանը ու իհարկե կփորձի Հարությունյանը առաջ կհանդիպումներում օգնել իր թիմին։ Էլոյանը այստեղ նորից հասցրեց նահանջելու փակել մրցակցի առաջխաղացման ճանապարհը եւ հարված կլինի Էլոյանի գրագետ խաղի շնորհիվ Վերդերի դարպասից Պողոսյան դեպի ձախ Սուլեյման Վարկում է գնդակը Էլոյանին բայց այստեղ Էլոյանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից ու եզրից կնետի Արցախը Խաչիկյանն է պատրաստում եզրային նետում իրականացնելուն կատարեց եզրային նետումը Սարգսյանի ուղղությամբ, բայց Ադարյանը հաջող գործեց Մելքոնյանի փոխանցումն ավելի գեղեցիկ ստացվեց Էրզրումյան ու անկյունային հարված են վաստակում այս իրավիճակում արդեն Վերդերի ֆուտբոլիստները Արագորեն խաղարկեցին գնդակը Էրզրումյանն ու Մելքոնյանը, Մայիս Մելքոնյան խախտում կար, բայց մնաց գնդակով Մելքոնյան հարված ու այստեղ էլ Անտոնյանն է փակում հարվածի ճանապարհը Մարկարյանն է հիմա էլ գնդակով, այո առայժմ առաջին խաղակեսում գրանցված արդյունքը մնում է անփոփոխ թիմերի երկրորդ խաղակեսում ոչնչով աչքից չեն ընկել ոչ մի դարպասի գրավում չենք տեսել երկրորդ խաղակեսում հանդիպան ավարտին էլ մնացել է 5 րոպե խաղաժամանակ
Ու տեսնենք այս րոպեների ընթացքում ինչ տեղի կունենա խաղադաշտում Էլոյան փոխանցում, բայց այստեղ անադարձ տեղի ունեցավ ու փակվեց Էլոյանի փոխանցման ճանապարհը Պողոսյանն է դեպի առաջ ուղարկում գնդա Կաղադարյան, Վոլոդիա Մարկարյան, Սուլեյման ու փորձեց այստեղ ամեն դեպքում Ադարյանը սահանքման գնով պայել գնդակը, բայց Սուլեյմանի փոխանցումը բավական ուժեղ էր ստացվել ու Ադարյանի սահանքումը նույնիսկ օգնության չեկավ Վերդերին այս իրավիճակում, հիմա խնում են գնդակը, բայց նորից կորցրին ու արդեն վերականգնեցին արագորեն էլ գնդակը Էլոյանն էլ այստեղ իհարկե չի շտապում թողեց գնդակը դուրս գա դաշտի սահմաններից ու հարված ենք տեսնում Վերդերի դարպասից ու հարված նշանակեց մրցավարը խաղարկում կատարեցին այս իրավիճակում Վերդերի ֆուտբոլիստները Պողոսյան երկար փոխանցում ու անկյունային հարված հիմա այդ կիրաստի արդեն Վերդերը տեսեք ոչնչի վաստակում են անկյունային հնարավորություն Մելքոնյան շատ լավ նկատեց գրոյի միացող Մարկարյանին ու կատարեց փոխանցում նրա ուղղությամբ Մարկարյան դեպի Սուլեյմանը բայց Անտոնյան այստեղ ավելի շուտ արձագանքեց գնդակին ու հենց Սուլեյմանից էլ այն դուրս եկավ դաշտի սահմաններից հարված կլինի հիմա կրկին Էդգար Մաղաքյանի պաշտպանած դարպասից երկար փոխանցում ենք տեսնում առաջ ու արդեն այստեղ էլ Պողոսյանը հեռացնում է գնդակը Ես իսկ նորից կնետի Արցախը, այո, չունի մտածելու ոչինչ Արցախը, պարտությունը անթույլատրելի է այս խաղում ու պետք է մտածել թողնել ամեն ինչ ու գնալ առաջ հանդիպան հաշիվը առնվազն հավասարեցնելու համար 3 րոպեից մի փոքր ավել խաղաժամանակ է մնացել հանդիպան ավարտին այստեղ Էլոյանը հասցրեց փակել գնդակի ճանապարհը Այո, պետք է իսկապես պարտվել 3-2, պարտվել 4-2, ոչինչ չի փոխի էականորեն, պետք է իհարկե հաշվի առնել այդ հանգամանքը ու շտապել առաջ հանդիպան հաշիվը հավասարեցնելու համար, կրկնում են, եթե կրում է այս խաղում Արցախը պարտություն, իհարկե մեծ հաշվով ավելի է քչացնում իր հնարավորությունները իհարկե play-off-ի ուղղակի նվաճելու համար, իսկ այստեղ չկան այնպիսի թիմեր, ովքեր չեն ցանկանում այդ ուղղակին արժանանալու, պարզապես պետք է կարողանալ այս բարդ փորձությունները հաղթահարել։ Հիմա մրցավարը գալիս է դիտելու դրվագի կրկնապատկերը, խախտումը ամեն դեպքում նշանակել է ու կհասկանա այդ խախտումը Տուգանային հրապարակում էր թե դրանից դուրս, հիմա տեսնենք Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ու այո խաղի կանոնների խախտում չկար այս իրավիճակում եւ ոչինչ նշանակված չէ հիմա Վերդերի դարպասի ուղղությամբ ու հիմա եսից կնետի Արցախ այո 3 րոպեից արդեն մի փոքր քիչ խաղաժամանակ է մնացել պետք է իսկապես թողնել ամեն ինչ ու գնալ առաջ Կա մրցավարի սուլիչը այստեղ հասնեց գնդակը Արցախի ֆուտբոլիստը մրցակին ու արդեն խորքից կսկսի Վերդերը Սուլեյմանն է գնդակով Ռիսկի դիմեց այստեղ Սուլեյման ու եթե կորստեր գնդակը պատկերացնում եք ինչ կկատարվեր Հիմա արդեն սխալ ու գրոհում է Արցախը բայց այս փոխանցումը Սարգսյանի կատարած բավական ուժեղ ստացվեց ու գնդակը բաժին հասավ Վերդերի դարպասապային Պողոսյան արգելակեց այս իրավիճակում Պողոսյանը իհարկե հիմա փոխանցումը սխալ էր ու վտանգավոր գրոյի հասնում Արցախը հարված նույնիսկ տեսանք այս իրավիճակում Արշա Գևորգյանի կողմից ամեն ինչ իր վրա վերցրեց Գևորգյանը միայնակ անցում կատարեց հարվածի փորձ բայց շեղությամբ ստացվեց դրա կատարած հարված ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից այո հիմա Վերդերը իսկապես չհեղինակեց 4 գնդակ ու պետք է առնվազն փորձի այս առավելությունը պահել այս 2 րոպեների ընթացքում կկարողանան թե ոչ դա իհարկե ժամանակը ցույց կտա երկու թիմերն էլ լինենք անկեղծ երկրորդ խաղակեսում շատ պահեր չունեցան միմյանց դարպասը գրավելու Զորաբ Ադարյան ուղարկում է գնդակը Սուլեյմանին, այո պետք է ուշադիր լինի պաշտպանությունում Վերդերը իսկ արդեն Արցախը պետք է կենտրոնացում ամբողջ տնի հարձակման վրա
Այստեղ ուժեղ ստացվեց Էլոյանի կատարած փոխանցումը, հարված կլինի Մաղաքյանի պաշտպանած դարպասից։ Տեսնում ենք։ Փոխանցում այստեղ դարպասապայի կողմից դեպի խաղընկերը երկար փոխանցում առաջ այստեղ կարողացավ ընդունել պահել գնդակ ու փոխանցում կատարել Տաշչյանի ուղղությամբ Արշակ Գևորգյանը նորից ստացավ Տաշչյանից փոխանցում անցում կատարեց ու այստեղ կար խաղի կանոնների խախտում Սուլեյմանի կողմից Եվ ստանդարտ իրականացի Արցախը բավական վտանգավոր դիրքում պետք է փորձել այս ստանդարտը վերացել առավելության ու հավասարեցնել հանդիպան հաշիվը սա վերջին դրվագը կարող է լինել հանդիպան իսկապես Վերդերի գազում կրկնակի փոփոխություն տեսանք Ամիրյանը ու Յարդումյանը վերադարձան խաղադաշտ Տերզումյանն ու Մարկայանն լքեցի խաղադաշտը կա մրցավարի Սուլիչ այստեղ խաղարկման փորձ բայց Մեքոյանը հաջող պաշտպանվեց բայց սխալվեցին պաշտպանությունից դուրս գալուց Վերդերի ֆուտբոլիստները վտանգավոր է ու հիմա ինչ է կատարվում Ամիրյան կարծես 11 մետրանոց հարված էին պահանջում Արցախի ֆուտբոլիստները բայց մրցավարը ոչինչ չտեսավ այդ դրվագում ու հիմա Հարված կլինի արդեն Արցախի դարպասից, այո վերջին րոպեն է ընթանում հանդիպան, հիմա արդեն կարելի է փաստել, եթե այս գրոհը վերացի առավելության Արցախը կարողանա փրկել հանդիպումը, եթե ոչ ապա կավարտի հանդիպումը, այդպես էլ եղավ հանդիպումն ավարտված է 3-2 հաշվով Վերդերը հասավ առավելության ու վաստակեց երթական 3 միավորը խաղային օրը մեզ մոտ նույնպես ավարտված է բարի գիշեր ու ամենայն բարիք